Դուք 17 տարեկան ֆուտբոլիստ եք, գերտաղանդավոր, խոստումնալից, ձեր մասին գրում, խոսում ու փառաբանում են։ Դուք վայելում եք համընդհանուր ուշադրություն։ Ու չեք էլ նկատում, թե ինչպես եք խոստումնալից պատանուց վերածվում շարքայինի անորոշ ապագայով։ 10 տարի առաջ Էրլինգ Հոլանդն ու Կիլիան Մբապեն տասնյակ խոստումնալից եւ տաղանդավոր ֆուտբոլիստների շարքում էին։ Նրանք հաջողեցին, իսկ շատերը ոչ։ Այսօր կպատմենք այն տասնյակ ֆուտբոլիստներից մի քանիսի մասին, որոնց կարիերան չստացվեց այնպես, ինչպես խոստանում էր նրանց տաղանդը։ Խորվաթական Մեսիից մինչև տաքսիստ դարձած խոստումնալից ֆուտբոլիստը։ Ալեն Հալիլովիչ կամ նոր Մեսի։ Նու մի 10 տարի առաջ այդպես էին ասում, նա Մոդրիչի պես շեկ մազեր ունի, բայց կյաշ չի։ Նա բլանդինկա է։ 17 տարեկանում նա պայմանագիր է կնքում Բարսելոնայի հետ։ Դա 15-16 թվականներն էին, երբ կատալոնական ակումբը սկսում էր քանդվել։ Ով գիտի, եթե տղան չընտրեր Բարսան այդ ժամանակ, գուցե նա իրոք դառնար նոր Մեսսին։ Տեղափոխությունից անմիջապես հետո խորվաթ պատանու վրա միանգամից մեծ ճնշում գնաց։ Բոլորը սկսեցին նրան համարել Մեսսիի հետնորդը, քանի որ նա շատ նման էր արգենտինացուն խաղաոճով։ Ինչ կզգայիք, երբ ձեզ ասեին նոր Մեսսի, երբ Լեոն ձեր կողքին է, հաց ուտում, մարզվում եւ այլ բաներ անում։ Ավելի ուշ Հալիլովիչն ասել է. Բարսելոնա տեղափոխությունը ժամանակից շուտ ստացվեց։ Ես պետք է մնայի Զագրեբում, ավելի ամրանայի, նման մեծ քայլ կատարելուց առաջ։ Այդ ժամանակ նա Զագրեբի Դինամոյի հիմնական թիմում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր, ամենաերիտասարդ գոլ խփողն էր ու ինչպես լինում է սովորաբար, մեդիան նման տաղանդներին չի խնայում։ Դրան քչերն են դիմանում։ Օրինակ Մարտին Էդեգորը։ Հալիլովիչի տրանսֆերին զուգահեռ Մադրիդի Ռեալը ձեռք բերեց նորվեգացի ծագող աստղին։ Նրա կարիերան իսպանական գրանդում նույնպես չստացվեց, բայց նա իր մեջ ուժ գտավ ու դարձավ Արսենալի ավագն ու առաջատարը։ Իսկ Հալիլովիչը Բարսայից հետո բազում ակումբներում բախտը փորձեց, բայց այդպես էլ չկարողացավ թոթափել նոր Մեսսիի պաշտոնն ու այդպես էլ չկարողացավ դառնալ այն, ինչ գրում ու խոսում էին նրա մասին։ Մոդրիչյան կամքի ու խելքի բացակայությունը միայն արտաքին գործոններով չի սահմանափակվում։ Շատ աղբյուրներ նշում են, որ ֆուտբոլիստը չի փայլել կարգապահությամբ։ Բազմաթիվ խզված պայմանագրեր, այդ թվում նաև Միլանի հետ, մարզիչների հետ կոնֆլիկտներ, արհամարանք ու այդ ամեն ինչը մեծ էգոյի պատճառով։ Արդյունքում փոխելով ավելի քան 20 տարբեր միջին մակարդակի ակումբներ, Ալենը 29 տարեկանում համարվում է հոլանդական Ֆորտունա Սիթարդ թիմի խաղացող, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 2 խաղի, ընդհանուր 9 րոպե տևողությամբ։ Այ քեզ խորվաթական Մեսսի։ Սր Ալեքս Ֆերգյուսոնը մի անգամ ասել է, որ չի տեսել ավելի տաղանդավոր ֆուտբոլիստ Մանչեսթեր Յունայթեդում, քան նա էր։ Իսկ ով էր նա։ Ուեյն Ռունին, Փոլ Սքոլզը, թե Քրիշտիանո Ռոնալդուն։ Նրանցից ոչ մեկը։ Ռավել Մորիսոն, ֆուտբոլիստ, որին 14 տարեկանում առանձնացրել է անձամբ Ֆերգին ու ինչպես հետո երևաց, դա չար կատակ խաղաց Ճամայկան ներկայացնող անգլիացու համար։ 16 տարեկանում Մանչեսթերում նրան արդեն հանճար էին կոչում ու հրավիրում առաջին թիմի հետ մարզվելու։ 1 տարի անց էլ նշեց նորամուտը գավաթային խաղում փոխարինելով Ջինսուն Պարկին։ Այդ խաղից հետո նա 2 տարվա ընթացքում ընդամենը 3 անգամ խաղաց Մանչեսթեր Յունայթեդի մարզաշապիկով։ Ու այնպես չի, որ Ֆերգյուսոնը կտրուկ սկսեց չհավանել նրան, ուղղակի ֆուտբոլիստին մի փոքր աստղայինը տարավ։ Գրեթե անմիջապես նրա մոտ սկսեցին նկատվել կարգապահության լուրջ խնդիրներ, անգամ համարձակվում էր մարզումներին չներկայանալ, իսկ 2011-ին խնդիրները հասան քրեական դատարան, երբ նա մեղադրվեց ընկերուհուն բռնության ենթարկելու համար։ Նա բռնության էր ենթարկում խաղանկերներին մարզումների ժամանակ, ըստ Ուեյն Ռունիին, որը մի առիթով ասել է. Նա մարզումային խաղի ժամանակ 1 րոպեում 3 անգամ նուտմեկ մեջդու նոգ արեց Նեմանյա Վիդիչին, բայց ախ այդ ապրելակերպը։ Իհարկե Ուեյն Ռունին ամենալավ օրինակը չէ կարգապահ ու լավ ապրելակերպի մասին խոսելու համար, բայց այ Ռիո Ֆերդինանդը ուրիշ թեմա է։ Ես պատրաստ էի վճարել նրա մարզումները նայելու համար, չեմ ասում խաղերի մասին։ Այսպիսի կարծիքները չափից շատ են, բայց ամենակարևորը հենց Ֆերգյուսոնինն է, որը իր գրքում գրել է. Շատ ցավոտ էր նրան վաճառելը, քանի որ նա կարող էր ֆանտաստիկ ֆուտբոլիստ դառնալ, բայց դաշտից դուրս նրա
նրա պահվածքը բոլոր չափերն անցնում էր։ Հիմա Մորիսոնը խաղում է MLS-ում, կարիերայում այդպես էլ անգամ միջին կարգի թիմերում չհաստատվելով, ահավոր մեծամտության, մեծ էգոյի պատճառով։ Ես չեմ ալարել ու հաշվել եմ Մանչեսթեր Յունայթեդից հեռանալուց հետո այդ ամբողջ տարիների ընթացքում խփել է ընդամենը 20 գոլ։ Շատ վատ արդյունք նման խոստումնալից երիտասարդի համար, բայց զատո կլոր թիմը։ Այս պատմությունը կարելի է զավեշտների շարքին դասել։ Առաջարկում եմ մի քիչ լիցքաթափվել, որովհետև շատ հետաքրքիր է լինելու հաջորդ թիվ։ 2012 թվականին իտալական Միլանը ձեռք է բերում 14-ամյա խոստումնալից պատանի Հակիմ Մաստուրին, հիմնվելով YouTube-յան վիդեոների ահավոր մեծ հայփի վրա։ 15 տարի առաջ սոցիալական ցանցերը դեռ այդքան զարգացած չէին, բայց ոնց երևում է, այս տղու հոպարը SMM-շիկ ատգոդա է։ PR-ն ու Ռասկրուտկեն այնքան լավ էր գնացել, որ նրան համեմատում էին անգամ Նեյմարի ու Ռոնալդինյոյի հետ։ Նեյի հետ ընդհանրապես վիդեո էին նկարել, երբ նրանք ֆրիստայլ էին անում։ Ու այդ ունակությունները նրան հասցրին մինչև ընդհուպ Միլան։ Ճիշտ է, նա այդպես էլ պաշտոնական նորամուտ չունեցավ։ 2018-ին տեղափոխվեց իսպանական Գրանադա, եղավ նաև Գերմանիայում, բոլոր տեղերում էլ ռիլ էր նկարում։ Այսօր իտալական կիսասիրողական լիգաներում իր կայֆի համար ֆուտբոլ է խաղում ու ֆրիստայլում։ Նենց որ սա օրինակ է, թե ինչպես կարելի է ինտերնետից հայտնվել թոփ ակումբում։ 10 տարի առաջ Ռիս Օքսֆորդը համարվում էր իր սերնդի լավագույն ու ամենախոստումնալից կենտրոնական պաշտպաններից։ Նա 2015-ին դարձել է Վեսթ Հեմի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Այն ժամանակ 16 տարեկանում նորամուտ նշելը պաշտպանի համար բացառիկ երևույթ էր։ Առանձնակի է նշվում Արսենալի դեմ 2-0 հաշվով հաղթանակը, որի ժամանակ Օքսֆորդը պարզապես փայլել է։ Նրան անգամ ավելի տաղանդավոր էին համարում, քան Դեկլան Ռայսին, որը նույնպես Չագուչների ակադեմիայից է։ Սակայն 20-21 տարեկանում, երբ նոր պետք է ամբողջությամբ բացահայտվեր Օքսֆորդ ֆուտբոլիստը, գալիս են վնասվածքները, որին զուգահեռ անգլիացին վարակվում է քովիդով ու շատ ծանր է տանում այդ հիվանդությունը։ Մինչ այդ Վեսթ Հեմից նա վարձավճարային հիմունքով տեղափոխվում է Ռիդինգ, ապա Բորուսիա Մյունխեն-Գլադբախ, որից հետո, երբ կարծես հիվանդությունն ու վնասվածքները անցյալում էին, նա պայմանագիր է կնքում գերմանական Աուգսբուրգի հետ իր վրա մեծ պատասխանատվություն զգալով։ Մարդիկ ինձ համարում են նոր Ռիո Ֆերդինանդ, դա մի կողմից շատ է մոտիվացնում, մյուս կողմից մեծ ճնշում է ինձ վրա, ես պետք է հաղթահարեմ դա։ Մկանային ծանրաբեռնվածությունից վերականգնումները գնալով ավելի դժվար էին դառնում, ինչը իհարկե նրան հետ էր գցում բնականոն ընթացքից։ Հացբուրգում նա մի քանի տարի փորձեց վերականգնել մարզավիճակը, սակայն ապարդյուն նա այդպես էլ չկարողացավ բարձրանալ անհրաժեշտ մակարդակի ու արդեն 3 տարի է ակումբ չունի։ Այսենց ֆուտբոլը որքան գեղեցիկ ու հաճելի կարող է լինել, այնքան էլ դաժան ու անհանդուրժող։ Բայց պետք է անկեղծ լինեմ, որ ինձ այս տղեն այնքան էլ դուր չեկավ կոնկրետ Արսենալի հետ խաղում 2016-ին, մի տեսակ կաշկանդված անհամարձակ, բայց այդ ժամանակ երիտասարդ էր, երևի ուղղակի չափից շատ էին գովում, գրում, մամուլում, սովորականի պես։ 2009 թվական Մանչեսթեր Յունայթեդում նորամուտ է նշող Ֆեդերիկո Մաչեդան հաղթական գոլ է խփում Ասթոն Վիլայի դեմ խաղում։ Նա ընդամենը 17 տարեկան էր ու նրան ասում էին նոր Քրիշտիանու Ռոնալդու։ Ընդամենը մի ակնթարթում նրա գլխին փլված փառքը կուրացրեց նրան ու նա այդպես էլ մնաց այն 17 տարեկան տղան, ով մի գոլով հաղթանակ բերեց Յունայթեդին, իսկ հետո սկսեց անկանոն կյանք, կայֆեր, կայծեր։ Բնականաբար ֆիզիկական պատրաստվածության առումով նա բոլորից հետ է մնում, որքան էլ գերտաղանդավոր լիներ։ Արդյունքում չի դիմանում ծանրաբեռնվածությանը, սկսում են վնասվածքներ ի հայտ գալ։ Ու իհարկե Յունայթեդը չի պահում նման խաղացողի ու սկսած 2012 թվականից նա կարծես եղել է աշխարհի բոլոր ակումբներում ու հիմա 34 տարեկանում գնդակ է գլորում հունական Աստերաս Ակտոր ակումբում ու զուգահեռ Զևսին պատմում, որ ժամանակին իրեն ասել են Ռոնալդու 2։ Նայած նա կարող է նաև պատմել, թե ինչպես է սեր Ալեքս Ֆերգյուսոնը 14 տարի անց զանգել նրան եւ հետաքրքրվել կյանքի, Հունաստանում կարիերայի եւ ապրելակերպի մասին։
Ամեն դեպքում արդեն բավական հասուն տարիքում Մաչեդան ընդունել է, որ այն ժամանակ ավելի համեստ գտնվելու, ավելի շատ մարզվելու, ջանք գործադրելու դեպքում ինքը կկարողանար մեծ հաջողություններ գրանցել։ Ու այստեղ կարևոր դեր ունենք մենք լրատվամիջոցներս ու դուք երկրպագուներդ։ Որքան էլ տղան տաղանդավոր լինի, չպետք է մոռանալ, որ նա դեռ նոր է փստինքները չորացրել։ Նա երեք է կտրվել կաթից ու դեռ նոր ապզուկներ առաջանում ճակատին։ Սպասել, որ նա սարեր է շուռ տալու ու երկրին անուն ու փառք է բերելու միամտություն։ Իզի Բրաուն ֆուտբոլիստը, որը հերթական տաղանդն էր Անգլիայի համար։ Նա սկսել էր մարզվել West Bromwich Albion-ում, որտեղ 16 տարեկանում նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Տղայի խաղը ամենաշատը տպավորել էր Չելսիին, որը անմիջապես պայմանագիր առաջարկեց նրան, հուսալով, որ ապագայի մեջ ներդրում է կատարում, ինչպես սովորաբար անում են Լոնդոնի կապույտ հատվածում։ Բայց հաշվարկները սխալ դուրս եկան, որովհետև չարաբաստիկ վնասվածքի պատճառով Իզին ընդամենը 23 տարեկանում ստիպված էր ավարտել կարիերան ախիլների խրոնիկ ցավերի պատճառով։ Իբրահիմ Աֆելայ, որին նույնպես մեծ սարեր էին խոստանում, բայց նա հիմա հասարակ մարզիչ է։ Մեր օրերում էլ շատ կան տաղանդավոր ու խոստումնալից ֆուտբոլիստներ, բայց ինչպես փորձը ցույց է տալիս, ամբողջ աշխարհում միլիոնավոր, 100 միլիոնավոր մարդկանցից, որոնք գնդակ են տշում, միայն հազարավորներին է հաջողվում հաջողության հասնել եւ պրոֆեսիոնալ մակարդակ բարձրանալ, ինչպես օրինակ չստացվեց այդպես անել տաքսիստ Վիգենի մոտ։ 1000-ից մեկ տաքսի են պատվիրում, Վիգենն է գալիս, արտաքինից հաճելի միջին տարիքի տղամարդ, երկար պետքա գնայինք, խոսքով ընկանք, դեսից դենից խոսեցինք ու դեմ առանք ֆուտբոլին։ Ասեց, թե բա ուժեղ ֆուտբոլիստ է եղել, մաստեր սպորտ է։ Թերթում իր մասին հոդվածը ցույց տվեց, որ պահում էր իր մոտ։ Հարցին, թե ինչու չի շարունակել, ասաց, որ դեմը փակեցին, մեծ գումար պահանջեցին։ Ինքն էլ հասարակ տղա այդքան փող չուներ, որ իրեն տեղ աներ, ու քանի որ ուշքն ու միտքը ֆուտբոլն էր, ուսում էլ չէր ստացել։ Ստիպված Taxi եմ քշում. Ah, really? That's great. Սպորտը ընդհանրապես շատ ռիսկային մասնագիտություն է համարվում ու բոլորից հեռու կան վնասվածքներ, խոչընդոտներ ու արտաքին միջամտություններ, որոնք ցավոք սրտի անխուսափելի են շատերի համար։ Էնպես որ կյանքի համար ալտերնատիվ մասնագիտություններ եւ փորձառությունները պարտադիր են, որպեսզի չկանգնենք կոտրած տաշտակի առաջ։